Ուղիղ հեռարձակմամբ մեդիա կենտրոնի նախաձեռնած բանավեճն է քաղաքակրթության խաչմերուկ ուր է գնում Հայաստանը հարցադրմամբ։ Այս բանավեճը Հայաստանը զարգացումների խաչմերուկներում Եվրոպա թե Ռուսաստան խորագրով քննարկումների շարքից է, որը ներառում է քննարկումներ, բանավեճեր, հեռուստահաղորդումներ հասկանալու Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու հնարավոր հետևանքները։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականի հուլիսից բանակցում է Եվրամիության ասոցիացման համաձայնագրին միանալու ուղղությամբ, իսկ 2013 թվականի հուլիսին Եվրամիության պաշտոնական կայքեջը տեղեկատվություն հրապարակեց համաձայն, որի Եվրամիությունը եւ Հայաստան ասոցիացման համաձայնագրի շրջանակներում ավարտել են խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները։ Մեկ ամիս առաջ, սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշում է կայացրել միանալ Մաքսային միությանը եւ հետագայում Եվրասիական միության մաս կազմել։ Այս հայտարարությունից հետո Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ ասոցիացման համաձայնագիրը եւ Մաքսային միությունն անհամատեղելի են։ 3 Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է եւ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիություն արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանը պատրաստ է ստորագրել ասոցիացման համաձայնագիր։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից հանված չէ Եվրամիության ասոցիացման համաձայնագրին միանալու հնարավորությունը, Հայաստանը հայտնվել է մի տեսակ խաչմերուկում Եվրամիության եւ Մաքսային միություն, Եվրասիական միության միջև։ Ինչ է սա նշանակում Հայաստանի ներկայի եւ ապագայի համար։ Դեպի Եվրասիական միություն շրջվել է եւ ինտեգրումը Մաքսային միության երկրների հետ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարթություններում, ինչ հետևանք կունենա Հայաստանի վրա, ինչ քաղաքական եւ սոցիալական մշակույթ ենք ունենալու մենք, ինչպիսին ենք ձևավորում այս խաչմերուկից դեպի Մաքսային միություն շարժվելու դեպքում։ Այս հարցադրումներով սկսում ենք մեր այսօրվա բանավեճը, որին մասնակցում են հայ գրող, գրականագեր, քննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, Եվրասիական համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ճարտարապետ եւ հանրային խորհրդի անդամ Լևոն Իգիթյանը, գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ ստուդիայում հյուրընկալվելու համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր հաղորդման տևողությունը 1 ժամ է, բանախոսներ ունենալու են հարցերին պատասխանելու սահմանափակ ժամանակ, հավասարաչափ հնարավորություն ընձեռվելու է բոլորին եւ յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվող ժամանակի ավարտը կազմակերպվի զանգով կամ կարելի է հետեւել այս էկրանի միջոցով։ Հաղորդման առաջին հատվածում հարցեր կտամ ես, իսկ երկրորդում դուք եթե կունենաք միմյանց հարցեր։ Եվ այսպես իսկապես Հայաստանն այսօր յուրատեսակ խաչմերուկում է ոչ միայն աշխարհագրական, այլև մշակութային առումով եւ քաղաքակրթական, որն է այն ճանապարհը, որ պետք է տանի Հայաստանի Հանրապետությունը զարգացման։ Բայց որպեսզի հասկանանք, թե որն է զարգացման ճանապարհը, պետք է թերևս գնահատել այսօրվա իրավիճակը, ինչպիսի մշակույթ ունենք այսօր։ Նորից եմ կրկնում, խոսքը ոչ միայն արվեստի մասին է, որպես մշակույթ, այլ քաղաքական եւ սոցիալական մշակույթի։ Տիկին Խառատյան, երևի թե ձեզնից սկսենք։ Բարդ միսիային վրա բացել ես պատասխանատու առաջադրանքը։ Ես կարծում եմ, որ մեր ընդհանրապես ինչպես կյանքում շատ հիմա արագացված տեմպերով է ամեն ինչ գնում։ Հայաստանը հիմա հայտնվեց մի իրավիճակում, երբ ինքը արագ որոշումներ պետք է ընդունի, ընտրություն կատարելով իր ապագայի նկատմամբ։ Շատ երկար դարեր այդ ընտրությունը չի եղել, մեր առաջ կանգնած։ Կամ իրավիճակային է եղել, կամ որոշումը փոքր դիպվածային եւ փոքր խմբերի համար եւ այլն, բայց այսպես երկրի պետականության միջոցով, այսինքն իրավական ինստիտուտի միջոցով ընտրության հնարավորությունը խիստ բացառիկ է եւ ես չեմ տեսնում, որ մենք այդ ընտրությունը անելիս իսկապես լուրջ հաշվի ենք առնում թե մեր նախասիրությունները, թե մեր անցյալը, թե մեր անցյալից բխող դասերը եւ թե մեր հեռանկարի հետ կապված ծրագրերում քննարկումը, թե այդ ընտրությունը ինչով է պայմանավորված եւ ինչ չափելի հետևանքներ կարող է ունենալ։ Ես կարծում եմ, որ այս խաչմերուկում եւ այս ընտրության դեպքում սա ամենակարևոր խնդիրներից էլ չէ, երևի ամենակարևոր խնդիրն է, եթե իհարկե չկա այնպիսի քաղաքական ուժեղ կամքի ազդեցություն, որ ոչ թե ընտրությունն է, այլ հարկադրանք է։ Եթե ընտրությունը չկա լայն քննարկում, կարծում եմ, որ Եվրոպական ասոցիացման քննարկումը 3 տարի քիչ թե շատ հանրային դաշտում ինտենսիվ եղավ, ինչ որ չափով հասկանալի եղավ թե հանրային մոտեցումները եւ թե քարոզչության ազդեցությամբ նոր ձևավորվող մոտեցումները, դրանք գնում
գնում էին ավելի դրականի եւ ավելի կողմնորոշման ուղիով, արդեն կողմնորոշման էր ձևավորում, բայց կտրուկ դադար եղավ եւ կտրուկ փոխվեց կարծեք թե վեկտորը եւ այդ կտրուկ փոփոխությունը չպայմանավորվեց ոչ մի ընթացիկ գործոնով, այսինքն շատ հանկարծակի էր։ Եվ կարծում եմ, որ այս պահին հիմա, երբ որ դուք հարցը մեզ ուղղում եք, այս պահին յուրաքանչյուրը պետք է կամ իր անձնական նախասիրություններով կողմնորոշվի, կամ իր փաստարկները բերի այո ոչի, որը հանրային դաշտում շատ տևական ժամանակ չի քննարկվել։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան։ Ես ճիշտն ասած նախ ուզում եմ ուղղումներ մտցնել ոչ թե Եվրասիական համագործակցություն հիմնադրամին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, բայց մեր հիմնադրամը շատ եվրոպամետ է եւ ես նույնպես եւ չնայած ընտանիքս եւ իմ կյանքի մի մասը Ռուսաստանում է անցել եւ ընտանիքս կիսառուս էին իմ երեխաները, բայց այդ Եվրասիա բառը ստեղծվեց հիմնադրամներին վերաբերող այն ժամանակ, երբ ամբողջ եվրասիական տարածքը համարվում էր յետսովետական տարածք եւ ավելի հարմար բառ էին փնտրում։ Երկրորդը Տեր Գաբրիելյան, ոչ թե Գաբրիելյան, համենայն դեպս եմ ասում, որ հանկարծ սխալմունք տեղի չունենա։ Երրորդը քաղաքակրթական ընտրության հարց այստեղ չկա։ Սա զուտ պատեհապաշտական ինչ որ մի անձնավորության, ինչ որ մի կլանի որոշման պատճառով է այս իրադրությունը առաջացել։ Հայաստանի համար Ռուսաստանը միշտ եղել է Եվրոպայի հետ միասնական, եւ եթե տվյալ պահին ինչ որ հակասություններ ունեն Ռուսաստանը եւ Եվրոպան, շուտով դա կանցնի։ Դա պարոն Պուտինի թեզն է, այս վերջերս առաջ քաշված, որ Ռուսաստանը հասկանում եք քաղաքակրթություն պետություն է։ Այդպիսի բան չկա։ Նույնիսկ Հանտինգտոնի թեզը, որ քաղաքակրթությունների պայքար է տեղի ունենում այսօր, դա սխալ է մեթոդաբանորեն եւ գիտականորեն։ Աշխարհը ունի մեկ քաղաքակրթություն, մնացածը մշակույթների, քաղաքական հարցերի, պետությունների, կլանների, տնտեսական շահերի եւ այլնի բախումներ եւ պայքար են։ Քաղաքակրթությունը մեկ եւ նույնն է։ Հիմա ինչ վերաբերում է ընտրությանը, ընտրություն սակայն այս երկու ուղղությունների մաքսային միություն թե Եվրոպայի հետ ավելի խոր համապարփակ առևտուր, սահմանների բացում եւ այլն կա։ Մենք ինչ ենք կորցնում։ Կորցնում ենք հնարավորություն, որ մեր քաղաքացիները գնան Եվրոպա աշխատեն առանց որևէ վիզայի կամ առանց աշխատանքի իրավունք ստանալու կարիքի։ Կորցնում ենք շատ այդպիսի հնարավորություններ եւ ուսուցման ասպարեզում շատ ավելի հեշտ իրադրություն եւ այլն։ Մնացածը հետո կասեմ։ Այո, պարոն Իգիթյան կխնդրեի։ Ես օգնել եմ այս կոչերից, որ համահայկական, համաժողովրդական քննարկումներ անենք, այդ փորձը տեսել ենք, այստեղ քաղաքական կամք է պետք, ճիշտ կողմնորոշվել է պետք։ Ես կարող եմ միայն իմ անձնական կարծիքը ասեմ։ Այն ինչ որ Հայաստանին օգտակար է լինել, պիտի անես, որտեղից կարող ես, պիտի օգուտ քաղես։ Ես պարզ շատ գիտակցում եմ, թե Ռուսաստանը մեզ համար ինչ երկիր է։ Եվ եթե հանկարծ այստեղ մի բան պատահի, ոչ մի եվրոպացի այստեղ չի գալու ու իմ խնդիրներով չի զբաղվելու։ Եթե ռուսը գալու է տարբեր պատճառներով, բայց գալու է։ Եկել է։ Եվ եկել է։ Ուրիշ իմ ժամանակն է։ Այո, ձեր ժամանակն է օգտագործում։ Ուրեմն ես դες հետևյալը ասեմ։ Երբ որ մենք ասում ենք Եվրոպա, այն կուտակումները, որ մենք որպես եվրոպացի ազգ այսօր չպիտի դառնանք Եվրոպա, ծիծաղելի է, որ այսօր որոշում ենք մտնենք Եվրոպայի մեջ, թե չմտնենք։ Այդ շատ ծիծաղելի է, թե ինչի այդպես հարցը դրվի գլխից չեմ հասկանում։ Այսօրվա Եվրոպան եւ այն Եվրոպան, որի մշակույթով ես դաստիարակվել եմ, դրանք տարբեր բաներ են։ Այսօրվա Եվրոպան ես չեմ սիրում։ Միանգամից ձեզ ասեմ, այն պորտֆելներով, ակնոցներով են վաժնի մարդիկ, որ գազոններով ման են գալի, նրանք բոլորովին մեր մասին չեն մտածում, կտրականապես դեմ եմ դրան։ Ժամանակս կարող է Բարեբախտություն է, այսինքն որ մեր մասին քիչ մտածեն, կարծում, ինչքան մեր Որ մասին ինչ քիչ որ մտածեցին, տեսանք արդեն։ Շահնա, որ մենք մեր մասին մտածենք։ Եվ հետո մի բան էլ, քանի ժամանակ ունեմ, Եվրոպան շատ մեծ պարտքեր ունի մեր առաջ, 100 տարի առաջ եթե գնանք, Բուզանդայի փլուզումից այդ պահից մեծ պարտքեր ունեն, թող մեզ չզոհեին։ Որն է պարտքը, պարոն Իգիթյան։ Թող մեզ չզոհեին, որ այսօր մզկիթներ Եվրոպայի կենտրոնում չկառուցվեր։ Կարծում էին մեզ զոհելով իրանք կպրծնեն, չստացվեց։ Պարոն Թոփչյան, խնդրեմ ձեր կարծիքը։
Ես նախ ուզում եմ զգուշավոր լինել ոչ թե որ կարծիք չունեմ այս քննարկվող հարցերի, այլ այստեղ խոսքը գնում է շատ որոշակի process-ի մասին։ Պիտի փաստաթուղթ ստորագրվի, որը մեզնից ոչ ոք չի կարդացել։ Ես սովորություն չունեմ խոսել մի բանի մասին, որը չեմ կարդացել։ Մանավանդ որ դրա մեջ կան անպայման կլինեն այսպես ասած կազուիստիկ լեզվով գրված պարագրաֆներ, որի վտանգները կերևան շատ ավելի ուշ, իսկ հիմա այսպես ասած անմեղ տեսք ունեն դրանք, եւ նույնիսկ ամենախրթին այսպես տեքստաբանը չի կարողանա հիմա դրանք հասկանալ։ Եվրոպան նման ոճով դոկումենտներ կազմելու բազմադարյան փորձ ունի, սկսած դեռևս 5-րդ, 6-րդ դարերից։ Այնպես որ ես ուղղակի, որպեսզի պրոֆան չերևամ, խոսեմ մի բանի մասին, որը չեմ կարդացել, եւ ես չգիտեմ մեր պետական այրերը կարդացել են դրանք թե ոչ, ահա որ մի գաղտնիության տակ է դա պահվում առ այսօր։ Նման բաները սովորաբար դրվում են համաժողովրդական քննարկման, բայց չգիտես ինչու ոչ ոք չի շտապում այդ քայլը անել։ Դուք հարց տվեցիք, թե ինչ մշակույթ ենք որդեգրում, արդեն որդեգրել ենք, եթե խոսքը կենցաղին է, դա ֆեոդալական, կիսաֆեոդալական մշակույթ է, որտեղ գնալով ավելի շատանում է թիվը նրանց, ովքեր այսպես ասած իրենց դրանիկներով, բաներով քայլում են եւ չգիտես ինչի ումից են վախենում, հետները մի անասնակերպ արարածների մի ոհմակ են մնացում, որոնց հսկայական փող են տալիս, ինչ վերաբերում է բուն մշակույթին, արվեստին, ապա այնտեղ խառնիչ աղանջ է, դուրը բացվեց, մենք միշտ եղել ենք Եվրոպա մեծ մշակույթ, այսօր անհասկանալի է ինչ է կատարվում, ֆոլկլոր է կարծես, իսկական ֆոլկլորի ռաբից բաղնել չեմ ասում։ Իսկ քաղաքական մշակույթը արդեն Եվրոպան թելադրում է մեզ, ուզած չուզած։ Շնորհակալություն, պարոն Դավոյան։ Մեզնից բաներ եք պահանջում, որ ամեն մեկս պիտի վերլուծական կենտրոններ ունենայինք, վերլուծած մեր արժև դրած լինեին դրա թերու դեմ ուրեմն վիճակները, որովհետեւ մենք կարողանայինք ինչ-որ բան ասել։ Բայց խնդիրը հետեւյալն է, ինչ մենք հիմա փորձում ենք լայն քննարկումների միջոցով արտահայտել կողմնորոշումներ, ես վստահ եմ, որ մեր բարձրագույն իշխանության եւ առհասարակ ազգի ճակատագրի համար մտածող հույս ունեմ, որ կան ինչ որ խմբեր խմբավորումներ, որոնք այդ քննարկումներն արել են, հետո են այս վճիռն ընդունել։ Ես ուզում եմ ուղղակի իմ բացարձակ միանշանակ համաձայնությունը արտահայտել մաքսային միությանը միանալու մեր որոշմանը, որովհետև այդ մաքսային միությունը կապված է Ռուսաստանի ստրատեգիական գործունեության հետ եւ ուրեմն եւ ուզում եմ ազնվորեն հավատալ նրանց, ովքեր ասում են, որ դա բնավ չի խանգարում Եվրասիական միության միանալուն։ Բացարձակապես չի խանգարում եւ չի խանգարելու։ Եվրոպական միությանը։ Գիտեք, հիմա էլ են գնում մերոնք եւ սովորելու արտասահման, գնում են եւ աշխատելու։ Մենք ուզում ենք, որ Եվրոպան նույնքան խոպան լինի մեզ համար, ինչքան Ռուսաստանն էր խոպան ժամանակին։ Ով ուզում վերեր կենում գնում էր խոպան, ուզում ենք այդպիսի մի հատ խոպան լինի, որ գնան այնտեղ եւ կարող էլի են գնացել, ինչքան են գնացել, ժողովրդի 3/4-ը դրսում է, չէ՞, մոտավորապես։ Ոչ Հայաստանում։ Հա, 3/4-ը դրսում է, այստեղից գնացածներն էլ ահագին զանգված են կազմում եւ այլ եւ այլ։ Պետք է ուրեմն վստահություն ցուցաբերել։ Ես Ռուսաստանի նկատմամբ միանշանակ վստահություն ունեմ, Եվրոպայի նկատմամբ այդ վստահությունը ոչ թե չունեմ, այլ չի կազմավորվել։ Շնորհակալություն։ Պարոն Թոփչյան, դուք նկատեցիք, որ մենք Եվրոպամետ մշակույթ ունեինք, իսկ հիմա ես ուզում եմ բացենք մի քիչ, քանի որ ես իմ առաջին հարցի պատասխանը այդպես հստակ չստացա, ինչպիսի մշակույթ ունենք այսօր, 22 տարի մենք անկախ ենք եւ ինչ մշակույթ ձևավորեցինք այդ անկախ կարգավիճակում, եթե ասում ենք, որ 70 տարի մենք եղել ենք այլ պետության ազդեցության տակ, լծի տակ եւ այնուամենայնիվ ասում եք եվրոպական մշակույթ ենք ձևավորել այդ 70 տարիների ընթացքում։ Հիմա ինչպիսի մշակույթ ունենք այս պահին, քաղաքական եւ արվեստի առումով։
Հարցին Դուք արդեն պատասխանեցիք, բայց կուզեի ամփոփ։ Ուրեմն Պոլ Վալերին 22 թվականին Ցյուրիխում մի դասախոսություն է կարդացել համալսարանում, որտեղ հարց են տվել, որ ժողովուրդները կարող են իրենց եվրոպական համարել։ Նա ուրեմն 3 պայման է դրել, հիմնական։ Նախ ամիջական առնչություն հելենական աշխարհի հետ, երկրորդը հռոմեական կայսրության հետ եւ երրորդը բիբլիական Երուսաղեմի հետ։ Մենք սկսած դեռևս Ռոմուլոսից եւ Ռեմոսից այդ առնչությունները ուղակի ունեցել ենք։ Եվ եթե ըստ Վալերիի ուրեմն դատենք, սկանդինավները եվրոպական ազգ չեն։ Նրանցից ոչ մեկը այդ 3 պայմանները չի լրացնում եւ ոչ միայն սկանդինավները։ Եվրոպայի կեսը չի կարողանա ըստ այդ բանաձևի։ Եվ մյուս բանը ես կուզեմ ասել, Դենի Դրուժմանը, որը գրեց Սերը եւ Արևմուտքը եւ դա հեղափոխիչ աշխատություն եղավ, նա այնտեղ հաստատում էր, որ եվրոպական նկարագիրը, եվրոպական մարդու նկարագիրը ձևավորվել է Տրիստան եւ Իզոլդա էպոսով եւ տրուբադուրների պոեզիայով։ Մեկը կապում էր իրանական ակունքների հետ, իսկ մենք իրանական ակունքների հետ ավելի մոտիկ ենք եղել, պարզապես կիսել ենք եւ դժվար է երբեմն զատել որն է հայկական, որն է իրանական։ Մյուսը ուրեմն տրուբադուրների պոեզիան, այսինքն աշուղների եվրոպական, որ պրովանսերեն էին գրում, միայն, ինչպես այստեղ թուրքերեն էին գրում։ Արաբական պոեզիայի, արաբական խալիֆատից Անդալուզիայի միջոցով թափանցել է Եվրոպա եւ անգամ Անգլիայի թագավորը տրուբադուր էր, Ռիչարդ Արուծասիրտը պրովանսերեն պոեզիա էր գրում։ Եվ չասած Գերմանիայի մյուս երկրների։ Այսինքն տեսեք ինչ հետարքիր բան է ստացում։ Այն ակունքները, որոնք Եվրոպա են ձևավորվել, մենք ամիջական շփում ենք ունեցել եւ նույնիսկ ազդել ենք նրանց վրա։ Շնորհակալություն։ Պարոն Տեր-Գաբրիելյան, անկախության 22 տարիներին կարողացանք ձևավորել այն մշակույթը, որ ուզում ենք, որի մասին երազում էինք, երբ որ գնացինք քվեարկելու հօգուտ Հայաստանի անկախության։ Նախ չենք կարողացել, երկրորդը խնդիր էլ այդպես չենք դրել, երրորդը գրեթե ոչ ոք չի էլ երազել դրա մասին, անկախությունը բավական պատահական է տեղի ունեցել, բացի մի խումբ մարդկանցից, որոնք ուզում էին չհասկանալով ինչ են ուզում։ Բայց վերջին կարևոր կետն այն է, որ մենք եվրոպական եղել ենք կանք եւ այլն պատմականորեն, ինչպես պարոն Թոփչյանն էլ ասաց, մի պարզ պատճառով եկեք դե անվանենք քրիստոնեություն, հա, մենք քրիստոնեական արեալի մշակույթ ենք։ Ուրեմն պատմական մեր, այսպես ասած, մենք լավ ծնողից ենք գալիս այդ իմաստով, այսինքն մենք շատ հստակ գիտենք, բայց լինում են ոնց է դա կոչվում հայերեն bludny syn, հա, այսինքն այո, անառակ որդի, հիմա չպիտի դառնանք անառակ որդի։ 20 տարի բավական կորցրել ենք, լրիվ չենք կորցրել, որտեղ սուվերենիտետը շատ մեծ ուժ է ինքնիշխանությունը, բայց բավական կորցրել ենք հնարավորությունները որոշակի բաներ փոխելու։ Եվրոպականը չի նշանակում միայն մի սպանիր, մի գողանար, եւ ընդ որում երկուսն էլ խախտում ենք, հատկապես երկրորդը, հա, Բայց դրանք համամարտկային արժեքներ են, ոչ թե եվրոպական։ Եվրոպականը եւ քրիստոնեականը դա համամարտկային արժեքներ են։ Իրականում կան այնպիսի հասկացություններ, որոնք ինչ որ մի մշակույթում, որը դարձել է քաղաքակրթություն, կան, մյուսում չկան, հա, օրինակ հալալ եւ հարամ հասկացությունները չկան եվրոպական քրիստոնեական մշակույթում եւ կան մուսուլման արաբական մշակույթում։ Քաղաքակրթությունը այդ բոլոր լավը վերցնում է իր մեջ։ Իսկ մեր քրիստոնեական հայկական մշակույթում կա խիղճ հասկացությունը, որը չկա մի շարք այլ մշակույթներում եւ կա եվրոպականում եւ կա համաշխարհայինում։ Այնպես որ այստեղ նորմալ պիտի որ լիներ զարգացում եւ այն ինչ որ մենք չենք անում, չի գալիս։ Իհարկե գալիս է մշակութային պատճառներով, հիմնականում հետսովետական պատճառներով, որտեղ խորհրդային միության ընթացքում ժողովուրդը, որ առաջին անգամ կիսապետականություն էր ստացել, սովորեց մատնել միմյանց, վառել միմյանց, KGB-ին շատ մեծ տեղ տալ, խաբել, գողանալ եւ այլն եւ այլն։ Հիմա չենք կարողանում դա հետ սովորենք։ Շնորհակալություն Տիկին Խարատյան։ Ես կարծում եմ, որ մենք ուղղակի անկախություն մտանք շատ ծանր պայմաններում։ Ես ուզում եմ անդրադառնալ, որ մենք ունենք օբյեկտիվ պայմաններ, չձևավորելու այն, ինչ կարծում եմ ի տարբերություն պարոն Տեր-Գաբրիելյանի, որ մենք ակնկալում էինք ձևավորել, ինչը։
բայց նախ եւ առաջ հենց փակ տարածքը 80% շրջան նախ պատերազմում մտած, հետո 80% շրջափակված տարածքով, հետո սահմանակից երկրների շրջափակողների հետ մեղմ ասած ոչ բարեկամական հարաբերություններ եւ այլն։ Ես կարծում եմ, որ այս փակ տարածքը մեր մոտ ավելի սրետ կենսաբանական բնազդները, քան մեր քաղաքակրթական ձեռքբերումի թելադրանքով մեր ունենալիք սոցիալական գիտելիքը, միտքը եւ առավել եւս մեր ծրագրերի հետ կապված գործողությունները։ Եվ մենք չկարողացանք մեր մեջ ուժ գտնել վերականգնելու մեր մեջ սոցիումի կողմից թելադրված բանականությունը, միտքը։ Մենք տրվեցինք փակ տարածքում շատ ներողություն այս բառի համար ոհմակային բնազդին, միմյանց հոշոտելու։ Եվ քանի որ շատ մարդկային միտքը չաշխատեց դրա դեմ, ինքը դարձավ ավելի շատ նորմա եւ ինքը դարձավ գերիշխողը ոչ թե քաղաքակրթության կամ մշակութային ընտրության հարցում, այլ պարզ հասարակ մարդկային հարաբերություններ ձևավորելու։ Սա շատ կարևոր դեր խաղաց իմ խորը համոզմունքով, որ մենք մեր մշակութային կողմնորոշումների չնչին մասը միայն կարողացանք բերել անկախության 22 տարիներին։ Եվ ես պետք է ասեմ, որ անկախության 22 տարիներին մեր ներքին մշակույթը մենք լցրեցինք այնպիսի ահավոր աղբով, որ դեռ խնդիր կա հասկանալ ինչպես պետք է մենք այդ աղբից տարանջատենք ոսկին, եւ խիղճը եւ կարոտը եւ շատ այլ բաներ, որ շատ բնորոշ են մեր ժողովրդին եւ շատ մարդասիրական եւ շատ կարեւոր ու լուրջ զգացմունքներ են, ի վերջո սերը, պարզ սերը մարդու նկատմամբ, որ բացարձակ արդեն իսպառ վերածվող կատեգորիա, սրանք նորից դառնան հասարակության մեջ արժեքներ։ Շնորհակալություն, պարոն Իգիթյան։ Ես մի քիչ ուզում եմ ավելի կոնկրետացնեմ եւ երևի արդեն դրան սովորել են։ Գիտեք, ամեն ինչ սկսվեց ինչից։ Երբ որ ես հանկարծ լսեցի մեր առաջին նախագահի մասին, ասեցին ինտելեկտուալ։ Ես այս քաղաքում եմ դաստիարակվել, ես նման ինտելեկտուալ միավոր Երևանում չեմ ճանաչել։ Մեծ գիտնական, ինտելեկտուալ, շարքային գիտաշխատող։ Չգիտես ինչով զբաղվող, ոչ որ չգիտի ինչով եւ ինչ որ լեզու իմացող, բայց այդ մարդը ասեց իրարից պարտ կարեք ապրեք, այդ լկտիությունը դարձավ նորմա մեր իրականության մեջ, այդ լկտիությունը, որ ամենավերևից եկավ։ Եվ այն ինչ որ այսօր կատարվում է, գիտեք 22 տարեկան մարդիկ կան այստեղ, որ ծնվել են այդ պահին, աչքները բացել են, մշակույթ տեսել են այս մեր հերոստակայաններից։ Ինչի մասին եք խոսում, որտեղից պիտի գիրք կարդան, որտեղից մենք ունենք հզոր կոմպոզիտորներ, հզոր, ու 5-6 անուն միանգամից կարող եմ ասեմ, որոնց ստեղծագործությունները լավագույն բեմերում են կատարվում այսօր, այնտեղից պատվերներ են ստանում, դրանով են ապրում, բայց տեսեք ինչ երաժշտություն է հնչում, Երևանի ձայները միտեղից ձայնագրեք, տեսեք այդ ձայներից ինչ եզրակացություն կանեք, մենք կիրճ ժողովուրդ ենք, թե չէ, մենք ունենք փայլուն նկարիչներ, ես ականատես եմ եղել, երբ որ ֆրանսիացիները զարմացած 2006 թվին զարմացած ասում են այս տեսակ նկարչություն, այդ որտեղ է այդ Հայաստանը։ Պարոն Իգիթյան, ինչն էր խանգարում, ասենք օրինակ անկախության տոնին ոչ միայն ունե եսային գեղագիտական կենտրոն, ազգային գեղագիտական կենտրոն, հետո գնացեք ցանկացած հանրակրթական դպրոց եւ ամեն ինչ կհասկանաք։ Էսա Կոնկրետ ինչն էր խանգարում համերգից բացի մենք ունենանք մեր արժեքները վերարտադրող տնահանդես։ Որովհետև ես որ փոքր էի ձեռքիս բռնած տանում էին այս ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, մեծը դեռ չկար։ Ձեր ընտանիքը, բայց ընտանիքի խնդիր չի, սա Բայց դպրոցից մեզ տանում էին մատենադարան, հայրս տանում էին դպրոցից։ Այո, ոնց է որ չեն անում։ Դպրոցին չեն պիտի մտածի թե նախարարություն կա, կառավարություն կա, պետական ծրագիր կա։ Որովհետև կարճ ասեմ, Համաշխարհային պատերազմից հետո եկած ժամանակը սովետական միությունը ոնց օգտագործեց, իսկ մեր պատերազմից հետո մենք այս ժամանակը ոնց օգտագործեցինք, այս է տարբերությունը։ Հիմա ոնց օգտագործեցինք Այն ժամանակ ճիշտ օգտագործեցին։ Իրենց բոլոր սխալներով եւ այլն։ Ես կարծում եմ, որ պետք չի այդքան հուզախռով մոտենալ այդ հարցին, թե այս տարի Նունե Եսայանը անկախության տոնը տոնեց։ Նախորդ տարիներին ուրիշներ էին տոնում, այս տարի էլ Նունե Եսայանը տոնեց։ Խնդիր չի, խնդիրը նա է, որ կարևորը ազգը տոնի, էլի։ Հա, կարևորը ազգը տոնի եւ խնդիրը նա է, որ այո, եթե մշակույթը զուտ արվեստի իմաստով եք օգտագործում հիմա, պետք է չափանիշները բարձրացնել, որովհետեւ չափանիշներն իջած են, տրորված են, հավասարված են, Պողոս Շիրազն ասում էր կոշիկից ներբանին, այդպես էր ասում։
մեծ բանաստեղծ է։ Ուրեմն բանի խնդիրը նա է, որ մենք հարց չենք ունեցել իսկապես, որ եվրոպական Ալեքսանդր Թոփչյանն էլ, Տեր Գաբրելյանն էլ ասեցին, որ մենք ինչ հարաբերություններ ենք ունեցել։ Հին աշխարհի մեր բարեկամները եղել են մշակույթաստեղծ երկրներ, ժողովուրդներ։ Հիմա մեկ ուրիշ խնդիր էլ կա բարձելու, որ ինձ համար շատ հետաքրքիր է եւ հետո ես պետք է աշխատեմ այդ խնդրին հետամուտ լինել, թե այդ հին աշխարհի մեր բարեկամները իրենց մշակույթները տվեցին մեզ, որ այսօր եվրոպական մշակույթ ենք ասում կամ ուրիշ բան ենք ասում, հա, թե մենք տվեցինք իրենց։ Սա շատ կարևոր խնդիր է, ոչ թե գերակայություն ձեռք բերելու համար եւ ժողովրդի մեր բարձենալու, բարձենալու ժողովրդի բարձենալու այս բաները, վերջույթները, զգայական վերջույթները գրգռելու համար, այլ ուղղակի ճշմարտությունը մեջտեղ բերելու համար։ Շատ բաներ կա, որ մեր ժողովրդի պատմության մեջ հայտնի չի, նախաքրիստոնեական քաղաքակրթություններն ենք մենք, որ ճանաչում ենք, բայց նախապատմական քաղաքակրթություն, նախապատմություն չենք ճանաչում։ Այս հարցի ուսումնասիրում ես հարցին պատասխան տալը շատ կարևոր շարունակություն կարող է բերել մեր ժողովրդի մնացած պատկերացումներն իրագործելու համար։ Շնորհակալություն։ Քաղաքագիտության մեջ գոյություն ունեն քաղաքական մշակույթի բազմաթիվ սահմանումներ ու բացատրություններ, որպես քաղաքական մշակույթի բացատրության տեսություն կարելի է դիտարկել Շարլ Լուի Մոնտեսքյոյի առաջ քաշած աշխարհագրական դետերմինիզմի տեսությունը, համաձայն որի յուրաքանչյուր պետության կառավարման ձև ժողովուրդը ձևավորում է իր բնակության աշխարհագրական պայմաններին համապատասխան։ Գտնվելով արևելքի եւ արևմուտքի աշխարհագրական ու մշակութային խաչմերուկում, որն է մեր իրական մշակույթը, որ պիտի մենք կրենք այս աշխարհագրական դիրքից ելնելով։ Տիկին Խարատյան, ես ասեմ, որ այդ սահմանը արևելք արևմուտք այնքան պայմանական է եւ այնքան մեծ սահման է, որ եւ այդ իրական սահմանը արևելք պաշտոնական արևելք արևմուտքի, այսինքն Եվրոպա-Ասիայի եւ քաղաքակրթական արևելք արևմուտքի նախարարփոփոխը եւ ժամանակների մեջ փոխվել է, որ ձեր հարցի համար մենք պետք է տեսնենք ամենատարբեր քաղաքակրթությունների ժողովուրդներ եւ այնտեղ դժվար թե մենք տեսնենք որևէ օրինաչափություն, որ իսկապես քաղաքական մշակույթը եւ ընդհանրապես մասսայական մշակույթը մաքուր աշխարհագրական տարածքի եւ հարևանության հետ կապակցված ուղղակի խնդիր ունի։ Անշուշտ նաեւ այդպես ունի, բայց քաղաքակրթությունը եւ մշակույթի վերարտադրությունը դրանք ներքին իմպուլսներ են եւ ներքին ազդակներ են, որ ասելիք ունեցող խումբը կարող է ինքը նույնիսկ անկախ իր աշխարհագրական զբաղեցրած տեղի ձևավորել։ Նույնիսկ ինձ համար չնայած շատ անկեղծ եմ ասում, հավասարապես կոմֆորտով է ապրել իսլամական աշխարհում եւ քրիստոնեական աշխարհում, գուցե իմ մասնագիտությունից է գաս։ Ես չափազանց շատ եմ սիրում կովկասյան մաքուր ժողովրդական մշակույթը։ Այն ինչ չերքեզ եք դուք ասում, բայց շատ տարբեր է, այն ինչ չեչեն են ասում, դա փառահեղ հետաքրքիր շատ մշակույթ է եւ ես լրիվ կոմֆորտով կարող եմ այնտեղ ապրել, բայց այդ մշակույթի մեր չիմացությունը մեզ ուղղակի արդեն անջատում է դրանից։ Ի վերջո մենք կովկասյան աշխարհում ենք, մենք կովկասյան մշակութային աշխարհում ենք։ Ես չգիտեմ Հայաստանում քանի մարդ կարող է ասել մեր մշակույթի ինչ էլեմենտներով ենք մենք կովկասյան։ Կա կովկասյան մշակութային աշխարհ, բան չանեմ, հռետորաբանությամբ չզբաղվեմ, անկասկած կա։ Հայ ժողովուրդը այսօրվա Հայաստանը աշխարհագրորեն Կովկաս աշխարհագրական տարածքի մեջ է։ Որն է մեր մոտ կովկասյան մշակութայինը, եթե այս տրամաբանությամբ գնալու լինենք։ Ես կարծում եմ ուղղակի, որ մենք մեծ խնդրեմ ունենք։ Մենք դադարել ենք աշխարհի քաղաքակրթական գարձարանի համար արտադրելու ցանկություն ունենալ, մշակութային ներդրում ունենալու ցանկություն ունենալ։ Մենք ավելի սկսում ենք վարժվել մշակութային եւ համաշխարհային գիտաքաղաքական ձեռքբերումները յուրացնել եւ օգտագործել։ Սա կարծում եմ լուրջ խնդիր է։ Շնորհակալություն։ Մակերեսորեն Պարոն Գիչյան, բայց սա նաեւ կավելացնեք։ կոպիտ պրագմատիզմ է։ Գիտեք, ես շատ զարմանում եմ, դա երևի սովետական միությունից ստեղծման օրից սկսվեց, Զակավկազիա, գիտական նման բնորոշում չկա, կա Արմյանսկայա Նագորիա։ Չգիտես ինչի մենք էլ ենք մոռացել դրա մասին։ Երբ որ մենք ասում ենք ինչ կովկասյան կուլտուրա, մենք այդ Նագորիայի ժողովուրդն ենք։ Հիմա եթե հետ գնաք, տեսեք թե ինչ շերտեր են այնտեղ։
Հելինիզմից առաջ Մուսասիրի մասին մերոնք երբ են ուսումնասիրում Մուսասիրը։ Այդ տիպը, այդ տաճարի այդ տիպը Մուսասիրում եղել է հելինիզմից առաջ։ Հիմա մեզ այդ հույները ասեցին։ Երբ որ Կոստան Զարյանը մենք այդ մեր համասարանն էր, այն սրճարանը, այն հանճարեղ սրճարանը, երբ որ ամեն հանդիպելուց ասում էր դղակ ճշմարտությունը աստեղեն է ծնված եւ աստեղեն նորեն պիտի ծնվի։ Հիմա եթե մենք դրան հավատում ենք, այս ճանապարհով չի ծնվի, որով մենք հիմա գնում ենք։ Որովհետեւ ազատություն նշանակում է ներքին զսպվածություն առաջի հերթին։ Այդ ներքին զսպվածությունը ընդհանրապես գոյություն չունի։ Ամոթ բառը գոյություն չունի։ Ես չեմ ուզում հիմա փիլիսոփայել, բայց հայացքի աչքերն էլ է փոխվել։ Անթրոպոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում մեզ 20 տարվա ընթացքում։ Մենք երիտասարդությունն ենք տեսնում, որը մոռանում է, որ ինքը մայրաքաղաքի բնակիչ է։ Այն պահվածքը։ Չի իմացել։ Ես գնացել եմ համասարան, հանդիպում ունեի ուսանողների հետ։ Մի 60 հոգի, մի քիչ շուտ գնացի, որտեղ վաղուց չէ եղել։ Ես հիշում եմ, երբ որ մենք գնում էինք համասարան, մեր մայր բուղն էր, ձգվում էինք։ Ես եմ պատճառ եղել, որ այնտեղ գրքի կրպակ լինի, Ախումյանի միջոցով արեցինք։ Ես այդ ամբողջ համասարանի տարածքում եւ ներսը մի հատ գիրքը ձեռքին ուսանող չեմ տեսել։ Սա մի բան նշանակում է թե չէ։ Բայց բանալիներ մեքենաների շատ տեսա։ Պարոն Տեր-Գաբրիելյան։ Լավ, սկսեմ վերջից։ Գիրք կարդալը ինձ թվում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում մեծ փոփոխություններ է տեղի ունենում, որը պետք է հասկանալ։ Անցնելով առաջ Գանձարանի վերաբերյալ, որ չեն տալիս, ինձ թվում է համաձայն չեմ Հայաստանը այդ մագնիֆիկացիայի, այդ ուժեղացնելու, խոշորացուցացնելու հնարավորությունը չունի, որ իր միլիոնավոր գաստարբայտերների արած գործը, որոնք իրենք անում են աշխարհով մեկ, ցույց տա։ Միակը կարող են, եթե ուզենան, կարող են անել, բայց չեն անում։ Հետո հաշվի առեք, որ ֆիլմը տիտրերը չէ ունեն, որտեղ մանրամասն գրած է ամեն մեկը ինչ է արել։ Հայաստանը այդպիսի տիտրեր չուներ, հայերի վաստակը աշխարհով մեկ։ Միլև դա հսկայականն է։ Եվ հիմա տեսնենք Հյուսիսային պողոտան ամառվա ամիսներին։ Ուղղակի այս աշխարհի հայերին տվյալ դեպքում առանձնացում հայերից, որտեղ այս պահին Հայաստանի ներսի զարգացումը։ Ես չեմ առանձնացում, որտեղ ես ապրել եմ 5 տարի Ռուսաստանում, 15 տարի եվրոպական երկրներում, որից 4 տարին Ամերիկայում, եվրոպական էլ 4-ը երկրում, որպեսզի կարողանամ լինել հայ, ապրել Հայաստանում եւ ապրել։ Էնպես որ ձեր տղան էլ հիմա ինչքան գիտեմ այստեղ չի, էնպես որ չեմ առանձնացնում։ Ուրեմն այս Հյուսիսային պողոտան լավ վատ իմաստներով մի կողմը թողած, եթե վերցնում ես ամառվա ամիսներին, տեսնում ես այնտեղ այն բոլոր հայերը, որոնք այդ տիտրերն են հայ ժողովրդի գործունեության ուրիշ մշակույթների համար։ Իրանք բոլորը տուրիստ են եկել են հիմա այստեղ հանգստանալու։ Հետո հետ են գնալու իրանք մշակույթների համար աշխատեն։ Վրացական, որ հետո ասեն Թիֆլիսը հայերն էին սարքել, Բաքվի, Մոսկվայի, Դալգարուկին եւ այլն։ Եվ այլն, եւ հիմա ենք։ Եվ այդ պետք է հասկանալ ու դրանից ինչ-որ հետևություններ անել։ Մշակույթը արվեստով չի մենակ որոշվում։ Մշակույթը դա գողանալը, դա մշակույթ է, շատ մեծ։ Բլատնոյի մշակույթը սովետի զեկերի ժամանակներից մեր մեջ ներդրված հսկայական դեր է կատարում։ Այդ մեր բոլոր հարաբերությունները եւ նաեւ երեխաների վարվեցողությունը, ծիծակ կոշիկը եւ այլն, դրանք ֆարսի ձևով արտահայտում են այն բլատնոյի հարաբերությունները, որոնք ձևավորվել էին խորհրդային միության ժամանակ։ Այսինքն նրանց առաջ գողություն չկար։ Չէ, այդ մասշտաբի չկար, դա դարձավ գողության մշակույթ եւ հաղթական, իշխանական։ Կրթությունը շատ կարևոր է, բայց հիմա եթե ինձ ժամանակ տաք, ես ձեր հարցին պատասխանեմ։ Կրթությունը շատ կարևոր է, բայց հենց այսօր Արան Էդոլյանը հրապարակել է կրթության վերաբերյալ ելույթ, որը տեղի ունեցավ, ինչքան գիտեմ, քաղաքապետարանի մոտ, թե որտեղ, թե Մաշտոցի պուրակում այդ ազատ քննարկումների շարքից է, որտեղ ցույց է տալիս շատ հեշտ, որ գերմանական, պրուսական կրթական համակարգը, որ հետո ընդունել է Ռուսաստանը, որից էլ մենք ենք ժառանգել, արդեն վաղուց գտնվում է փակուղու մեջ եւ պետք է շատ լրջորեն ռեֆորմել է պետք այդ համակարգը, բայց ես մի բան ունեի ասելու, ինձ անկախության տոնը ամենաառաջին բանը որ ասվեց, ինձ թվում է անկախության տոնի մեջ այս տարվա ամենակարևորը դա ալտերնատիվ անկախության տոնն էր, որը տեղի ունեցավ երիտասարդների կողմից կազմակերպված ավելի փոքր մասշտաբով, ընդհարումներով պետության հետ, սակայն դա է, որտեղ սիրտը տրոփում է իրականության, իրական Հայաստանի իրադրությունների։ Պարոն Թոփչյան, ունեք լրացնելու բան։ Ես ուզում եմ շարունակել Տիկին Խարատյանի միտքը, որ եթե
գուցե մի քիչ ճշգրիտ չասեմ, ինչպես դուք ոչ ստեղծագործելու, արարելու ձգտումը կարծես այդ տոնուսը իջել է։ Այսօր Լևոնի հետ միասին հանդիպեցինք, ես մի ցիտատ բերեցի 9-րդ դարի արաբական տրակտատից։ Ստրուկների մասին խալիֆաթում, որը կայացած կայսրություն էր, բարձրագույն կայսրություններից մեկը եղել է տրակտատ ստրուկների մասին եւ այնտեղ ուրեմն թվարկում է հույները ինչ կարող են սլավոնները, պարսիկները, թուրքերը եւ այլն, բայց հայերի մասին ամենաահավոր բաներն է ասում։ Ասում է ոչ մի գործ չեն ուզում անել, ոչինչ չի կարելի վստահել, աշխատել չեն ուզում, միայն ծեծելով կարող է ստիպել, որ այդ մարդիկ աշխատեն, բայց ասում է, որ իրենց երկրում են, օրնիբուն աշխատում են։ Նայեք, տեսեք ինչ հետարքիր տրանսֆորմացիա է եղել։ Հայ ժողովուրդը իր երկրում օրնիբուն աշխատել է, բայց ստրուկ չի ուզեցել դառնալ։ Ստրկացրել են, բայց հոգում մնացել է ազատ։ Նա փայտի տակ է միայն համաձայնվել, ծեծի տակ է համաձայնվել աշխատել։ Եվ դիտմամբ վատ է գործը արել, գիտակցաբար, որ մյուս անգամ եւ խորհուրդ է տալիս, ասում է շուկաներում հայ ստրուկներն ամենաէժանն են։ Մի վերցրեք, ոչինչ չեք շահելու։ Ահա այս գիտեք ինչ է, խնդիրը միայն ստեղծագործությունը դա ազատություն ձեռք բերելու, արտահայտվելու բանաստեղծ Ռազմիկ Դավոյան դա ավելի ճիշտ զգացած կլինի։ Դա մշտական ազատությունը ինքնահաստատելու մի ձև է։ Միշտ ջերմակ էջի առջև ես, եւ պիտի այդ ջերմակ էջի առջև հաստատես, որ դու ազատ մարդ ես։ Այս ազատություն հաստատելու պահանջը կորել է։ Ահա դրա համար, եթե չկա այդ ստեղծարար միտքը, դրա համար չկա նաեւ մակարդակ արվեստում։ Դա շղթայական բան է, այսպես ասած, ռեակցիա է։ Շարունակել։ Կներեք իհարկե մեր հայեն երկրորդ մասի հաշվին, երբ պարոն Թոփչյանը շատ ուշագրավ այդ արաբական տրակտատի այդ ամփոփումը ներկայացրեց, եւ պարոն Սարգսյանը այստեղից ավելացրեց, որ ներողություն։ Պարոն Իգիթյանը, շատ ներողություն։ Սարգսյանները մեզ կերել են, ինչ ասեմ։ Ֆրեյդյան։ Լավ, ավելացրեց, որ հիմա էլ այստեղ չեն աշխատում, այնտեղ ես ուղղակի ակամա եւ կարծում եմ, բայց ոչ միշտ նյութից կտրված զուգահեռ տեսա։ Գուցե հենց այսօր Հայաստանում են մարդիկ իրենց ստրուկը զգում դրսում ազատ, եթե ստրկության պայմաններում է, որ նրանց աշխատանքային ինքնառեալիզացիան ավելի դժվար է լինում։ Ես իրենց մեր բնակչության քանակական մեծամասնության իրենց ստրուկ զգալու վերաբերյալ կարող է բազմաթիվ փաստարկներ բերել, դուք կարող եք դրանք իհարկե հերքել, հասկանալի է, բայց ժամանակ փաստարկներ բերել ժամանակ է ուզում, ես ուղղակի ուզում եմ ամփոփել։ Երբեք չեմ եղել դրա համար չգիտեմ։ Վախենամ, որ Հայաստանի բնակչության այսօր մոտ 80% իրեն զգում է ստրուկի կարգավիճակում։ Զգում է, երբ իր ձեռքին չի իր ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը, զգում է ստրուկի կարգավիճակում, երբ տեսնում է դատարանների որոշումների ընթացքը ինչպիսին է, զգում է, երբ տեսնում, որ փաստարկը ոչինչ է, ցանկությունը ամեն ինչ է, զգում է, երբ տեսնում է, որ սուպերմարկետային քաղցը ոչ մի կերպ չի հագենում եւ արդյունքում դուրս է մղում, որևէ փոքր ձեռներեցություն, զգում է, երբ տեսնում է փակ շուկայի մոտ իր չափից դուրս մեծ լիցքերի արդյունքը եւ այլն, դա, այսինքն մենք զգում ենք ամեն քայլափոխ եւ դարձյալ վերադառնալով այս երիցը սորհնված, բայց չարաբաստիկ ձևով ընթացած անկախության տոնին վերջին, ես դարձյալ պիտի ասեմ, որ սա լակմուսին թղթի նման դարձյալ ցույց է տալիս կամ մեր չուզենալը, կամ մեր անկարողությունը, կամ մեր չնախապատրաստվել ընդհանրապես սոցիումի կյանքի ձևավորմանը։ Տոնահանդես, այսինքն տոն մենք թղթի վրա ունենք, մենք հանդեսը չունենք, իսկ այդ տոնահանդեսն է, որ կամ արժեքը պիտի արտադրի, կամ արժեքը պիտի վերարտադրի եւ հաստատի, կամ ժողովրդի կողմից հակոտնյա խումբը պետք է գա եւ ցույց տա արժեք արտադրելու իր մտածողությունը, ձևը եւ այլն։ Եվ դրանք կարող են նաեւ իրար հակասել, ընդհանրապես տոնը կարող է հակա, տոնահանդեսը կարող է, բայց տոն պետք է լինի։ Մենք տոնահանդես չստեղծելով,
տոնահանդես չանելով, ընդհանրապես այդ տոնը իմաստազուրկ ենք դարձնում, ինչպես հաճախ բոլոր մնացած տոները, եւ այս օրինակով ես դարձյալ կուզենայի ասել, սոցիալական կյանքի օրինաչափությունները հաշվի չառնելով, այն ունի նաեւ ինքնակազմակերպման մեխանիզմներ եւ դրանք Հայաստանում սկսել են ավելի հաճախ դրսևորվել, եւ կարգավորման մեխանիզմները, որոնք նույնպես հազար անգամ ուսումնասիրվել են եւ երբ այս բոլորը հաշվի չառնելով ուղղակի թողնել իմ կամքին կամ մի 5 մարդու կամքին երկրի կյանքի ընդհանուր ընթացքը, մենք սրանով կորցնում ենք թե արժեքի արտադրության, թե վերարտադրության, թե հավաքականության ձևավորման, թե ինքնահաստատման, ես դեռ չեմ ասում դրական արժանապատվություն, իրավունք, դեռ չեմ խոսում այդ կարգի բաների մասին, ես խոսում եմ ամենապարզագույն երևույթների մասին, որոնք մարդու կյանքի համար խիստ կարևոր են եւ միայն ասեմ, որ այս պարագայում վերադառնալով նախնական հարցադրմանը ինձ խիստ անհանգստացնում է մաքսային միության հետ միանալու մեր որոշման հնարավոր ընթացքը։ Ինչու՞։ Ես ոչ թե ռուսական մշակույթին եմ դեմ, ոչ թե Ռուսաստանին եմ դեմ։ Ես դեմ եմ այսօրվա Ռուսաստանին։ Այսօրվա Ռուսաստանը այսօրվա Հայաստանն է։ Մենք պատճենում ենք ամենավատ ձևերով Ռուսաստանին եւ դատելով այսօրվա Հայաստանի եւ դատելով այսօրվա Ռուսաստանի ներքին ընթացքից, հռետորաբանությունից, պահվածքից ինքը իր արտագաղթային եւ դեմոգրաֆիկ վիճակից ինքը իր կոռուպցիոն բացարձակայլասերված դրսևորումներից ձևերից մենք մտնում ենք մի միություն, որտեղ մեր այսօրվա ամենավատ բնազդով ընտրված ուղիները դառնում են արդեն նորմ օրինաչափություն։ Սա ինձ խիստ անհանգստացնում է։ Շնորհակալություն պարոն Դավայան, ես ներողություն եմ խնդրում ուղղակի մի հարց ունեմ պարոն Տեր Գաբրելյանին, կվերադառնանք ձեզ նորից։ Պարոն Տեր Գաբրելյան։ Այո, մենք 2001 թվականից Եվրախորհրդի անդամ ենք եւ գտնվում ենք անընդհատ մշտադիտարկման տակ։ Ինչն էր խանգարում մեզ 22 տարվա ընթացքում, այս 10 տարվա 12 տարվա ընթացքում որդեգրել այդ եվրոպական արժեքները, հա, ավելի արդար ընտրություններ անել, չվաճառել մեր ձայնը, ի վերջո այն ինչ որ հիմա մենք ուզում ենք եւ արդյոք կխանգարի մաքսային միությունը, մաքսային միությանը մաս կազմելը այդ արժեքները որդեգրեն։ Ի վերջո, տեսեք, Վենետիկի հանձնաժողովը բոլոր մեր օրենքները նայում է, ստուգում է, հաստատվում է, նոր ուղարկում է ազգային ժողովը ընդունում է, այսինքն մենք եվրոպական մոնիտորինգի տակ ենք անընդհատ եւ անընդհատ ստանում ենք դրական քայլ առաջ ընտրություններ, քայլ առաջ մոնիտորինգի տակ չենք, հասկացա, շնորհակալություն։ Եվրախորհրդի, այո։ Եվ ոչ էլ Եվրախորհրդի մոնիտորինգի տակ ենք։ Դա ճիպոտով ինչ որ մեկին ստիպել, երևի պարոն Գիծյանը խանգարում է այս ձայնին, թե չէ, ես դեմ չեմ։ Եթե ինչ որ մեկին ստիպել, որ ճիպոտով քեզ զորեն, որ դու սրան համապատասխանես, այդ չի, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր ներսից պիտի գա այդ բաներին հետևելը։ Ինչ վերաբերում է այդ Վենետիկի հանձնաժողովին եւ այլն, ես շատ եմ աշխատում միջազգային էքսպերտների հետ եւ գիտեք ինչ, նրանց այնքան հեշտ է խաբելը եւ նրանց այնքան շատ են խաբում, մեր հայերը սիրում են խաբել, նրանք սիրում են խաբել Խոպանում, Ռուսաստանում, նրանք դրա համար են սիրում մաքսային միությունը, այնտեղ ավելի հեշտ է խաբելը։ Իսկ եվրոպացիներին, այնտեղ որտեղ Ռուսը գիտի, որ հիմա ինձ խաբելու են, միասին գործարք են կնքում, իսկ եվրոպացիներին շատ հեշտ է խաբելը հենց այնպես, առանց ոչ մի գործարքի, որովհետև նրանց մտքով չի անցնում, ինչքան միամիտ են իրենք մեր հետսովետական ամբողջ, ոչ միայն Հայաստանի, հետսովետական կոռուպցիոն մշակույթի տեսակետից, որովհետև հետսովետական կոռուպցիոն մշակույթը դա ունիկալ բան է ստեղծված խորհրդային միության տարիներին, որը չի կրկնվում ոչ մի այլ մշակույթում, ոչ Թուրքիան ունի այդպիսի կոռուպցիոն տենդենց, ոչ Ամերիկան, ոչ Ֆրանսիան, ոչ Չեխիան։ Գուցե Ռուսաստանում ցարական այդ բոլոր տենդենսները կային, բայց սովետական միությունը դա դարձրել է կյանքի օրենք։ Այնպես որ եթե ինքնիշխան Ամերիկայում չկա այսպիսի կոռուպցիոն այսպիսի չկա, կա շատ ուրիշ ձև, բայց այսպիսի չկա, որ գցելը լինի հիմնական արժեք, հա։ Գիտեք, երբ որ ես տեսնում եմ ակնհայտ կեղծված ընտրություն եւ լսում եմ եվրոպական, ասենք, փորձագետների կամ դիտորդների գնահատականը քայլ առաջ
Դե դուք հիշում եք դիտորդների դեմ ինչպես ընդվզեց երիտասարդությունը շատ հարգելի Հայկ Իտալիավինի ներկայությամբ եւ նրա դեմ եւ դա ճիշտ ընդվզում էր, բայց ոչ թե դրսին էլի եմ ասում, այդ ստրուկի հոգեբանությունը դա է որ դուրս Եվրոպա, Ռուսաստան բան, ինքնիշխան ես, դու ինքդ պիտի քո ռեսուրսը ունենաս։ Այսինքն եթե մենք նոյեմբերին ստորագրենք Եվրոպական ասոցիացիան համաձայնագիրը, մենք այլևս դրա մասին պետք է շեղել, ընկնդրի եւ այլն։ Չի ստորագրվել։ Չի խոստացել նա։ Լավ, այսինքն եթե մենք ստորագրում ենք, վերցնենք, որ ստորագրում, մենք դադարելու ենք խաբել։ Ոչ, այսինքն իրենք ներդնելու են մեր մեկ այդ ազգությունը Եվրոպա։ Երբ երկու եղբայր կամ մայրը եւ որդին պայմանագիր են կնքում, դա չի նշանակում, որ դա նրանք միայն զուտ ֆիքսում են այդ պայմանագրի մեջ այն կետերը, որ ուզում են երկուսն էլ պահպանել։ Այդպիսի ցանկացած պայմանագիր ցանկացած պահի կարող է խախտվել։ Եվ մաքսային միություն մտնելուց հետո եւ Եվրասիական միություն 3 տարի հետո Ռուսաստանում կարող է իշխանությունը փոխվել եւ ողջ զորքը այստեղից կարող են դուրս հանել։ Կամ Ռուսաստանը կարող է տասնապատիկ զենք մատակարարել Ադրբեջանին։ Պետությունները ինքնիշխան են։ Նրանք կնքում են պայմանագրեր, որոնք գործում են միայն այնքան ժամանակ, ինչքան դա շահավետ է այդ պետություններին։ Միջազգային կառուցվածքները, ինչպես Եվրոպական միությունը, շահավետ են նրանով, որ նրանք ուժեղացնում են այդ շանսը, որպեսզի այդ պետությունների շահերը միմյանց շատ չբախվեն եւ որոշումները բոլորի կողմից ընդունված ավելի երկար դիմանան։ Շնորհակալություն, պարոն Թոփչյան, ի վերջո Ռուսաստան երբ որ ասում ենք, դա Եվրոպա է, թե Եվրոպա չի։ Իրենք իրենց համարում են Եվրոպա։ Հիմա ոչ միայն համարում են, այլև Դաստոևսկու օրագրերում կա այսպիսի միտք, որ մենք երկու հայրենիք ունենք, Ռուսիան եւ Եվրոպան։ Իսկ նրա Պատրոստիկ վեպում դեռահասը հերոսը Փարիզում է եւ այնտեղ տեսարան կա, որ Թյուիլրի պալատն է այրվում եւ ամբողջ անտարբեր նայում է, միայն ինքն է հուզվում եւ ասում է, որ դուք ստրկացել եք ձեր պայմանականությունների, միակ ազատ ժողովուրդը մենք ենք եւ մենք ավելի եվրոպացի ենք, քան դուք։ Եվ նույն հերոսը մեկ այլ տեղ ասում է, որ այդ միտքը հետո ուրիշ գրող պիտի կրկնի Մերեշկովսկին, ասում է, որ դուք ֆրանսիացի միայն ֆրանսիացի է, գերմանացի միայն գերմանացի է, նկատի ունեցեք, 19-րդ դարն է, բայց մենք ասում է եւ գերմանացի ենք, եւ ֆրանսիացի, եւ ռուս ենք։ Իսկ Մերեշկովսկին այդ վեպից մի 20-30 տարի հետո գրեց, որ մենք եւ ֆրանսիացի ենք, եւ գերմանացի ենք, եւ իտալացի, եւ ռուս ենք, մենք ունիվերսալ եվրոպացիներ ենք։ Եվ ասում է, ես չգիտեմ իմ հայրենիքը հիմա որն է, Եվրոպան թե Ռուսիան։ Լավ գիտեին գրգով է եւ շատ լավ նացիոնալ։ Չէ, բայց ներողություն ոչ միայն նրանք փաստով ապացուցեցին, ռուսները եվրոպական մշակույթը վերցեցին եւ ավելի հարուստ կերպով մատուցեցին Եվրոպային։ Փաստը կա։ Պարոն Դավոյան, խնդրեմ շարունակեք։ Չէ, խոսեք, ասեք։ Մշակույթ, արվեստ, գրականություն, Մենք խլել ենք ձեզնից ժամանակ։ Դուք ժամանակ չեք կարող խլել։ Շնորհակալություն, ուրեմն մենք ուզում ենք բարձել, թե մենք ինչ վերաբերմունք պետք է դրսևորենք Եվրոպային, ինչ վերաբերմունք Ռուսաստանին եւ այլն, նրանց համար դրանից ոչ տաք է, ոչ սառը։ Մեր վերաբերմունքով չի, որ պիտի բնորոշվի դա։ Մենք ուղղակի հնագույն ժողովուրդներից մեկն ենք, հա, աշխարհի, եւ ունենք մեր մշակույթը, եւ այդ մշակույթով կարող ենք հետաքրքրել եւ Եվրոպային, եւ Ռուսաստանին։ Ինչու Ռուսաստանին ավելի շատ մտերմություն։ Ես ասեմ, Ռուսաստանի նկատմամբ մերոնց դժգոհությունների առավելագույն մասը գալիս է նրանից, որ Ռուսաստանը լավ են ճանաչում, մյուս երկրները լավ չեն ճանաչում։ Նույն եւ ավելի զզվելի վիճակներ կա, շատ ավելի զզվելի Անգլիայում։ Իմ աչքով եմ ասում։ Ապրել եմ Մեծ Բրիտանիայում։ Ես էլ եմ ապրում եմ, մի վարքյան։ Այնտեղ երբ ասում ես ոստիկանին, չես վախենում։ Ռուսաստանում երբ ես ոստիկանին վախենում ես։ Արտաքին դետալները չեն որոշող։ Դա արտաքին չի, դա կյանքի ամենօրյա պահն է, պարոն Դավոյան։ Ներքին են մագիլներն են, որ գոյություն մագիլները ամենտեղ կան, այնտեղ էլ կարող է խեղդում է, եւ քեզ խեղդում է, Ռուսաստանի պես ազատություն տվող մի վարքյան, որ խոսում էիք, լսում էի, հիմա ինչ դի գորգորա։ Դե պարլամենտի Վերջացրու։ Չէ, մագիլները խրած են մեջը ներքևից, ամբողջությամբ, Ամերիկան նույնը,
նույն տիպի երկրներ են։ Ես չեմ կարծում ամենալավագույնը էլ այդ իմաստով ազատը Ռուսաստանն է։ Մեր Լոս Անջելեսի ապրողներին արդյոք նույնն է Ամերիկան թե ոչ։ Կարևոր չի։ Հիմա ասեմ, ինչ վերաբերում է մշակույթին։ Եղբայր, գրքի կարդալը ոչ միայն այստեղ է մտահոգությունը նաև եվրոպական երկրներում։ Լոնդոնի ֆեստիվալ հոլի իմ ելույթներից մեկի ժամանակ այդ հարցը առաջացավ։ Նստածները շատ մտավորական դոկտորներ, պրոֆեսորներ, բաներ եւ այլ, ովքեր որ եկել էին հանդիպանը, նրանք մտահոգված էին նորից, որ ընթերցանությունը քչացել է եւ իրենք հավաքվում են փոքր խմբերով 50, 60, 100, 150 հոգի եւ կարդում են Շեքսպիր, Բայրոն եւ իրենց մեծերին։ Հրաշալի բաներ ես ասեցի, որ ինքս անձամբ նույն բանով տարապում եմ, որ գիրքը կամաց նահանջում է տեխնիկայի արչև, համակարգչային տեխնիկայի արչև նահանջում է հեռուստատեսության արչև եւ այլը, եւ ուզում եմ, որ ինչ որ ձևով կարողանանք օգնել, հա, օգնել, որպեսզի դա չլինի։ Ասեցի, ես համակարգչային տեխնիկային դեմ չեմ, բայց մի բան ունեմ կարևոր այսպես պատկերացում, մտապատկեր ունեմ, որ մի օր մի հատ շատ մեծ վիրուս դուրս կգա, որ մի հատ շատ մեծ, անսահման մեծ վիրուս դուրս կգա եւ կուլ կտա այդ համակարգչային տեխնիկան ամբողջությամբ, Apple-ա, մի բոլորը միասին դուրս է եկել այդ վիրուսը եւ մեզ բոլորից կդատապարտի, այսինքն նրանց որ կդատապարտի համատարած տգիտության եւ այն ժամանակ նորից կսկսենք գիրք կարդալ, որպեսզի գանք հասնենք մի նորմալ տեղ, մարդկային տեղ։ Հա, մի մարդկային տեղ։ Հետ գնանք։ Ուր հետ։ Այդ առաջի տեղը կարող ես ցույց տալ ինձ։ Ինչ է նշանակում առաջ գնալ։ Ինքդ ես կառուցում որոշում ես, առաջը որն է, դուք ուրիշներին ուզում եք առաջ ցույց տալ։ Առաջը այն է, որ ես մոբիլային հեռախոսով զանգահարում եմ անընդհատ, չեմ սպասում։ Դա առաջ է, հա։ Իհարկե առաջ է։ Ուր դեպի։ Ինչքան ժամանակ է մարդկությունը կորցրել սպասելով, որովհետև մոբիլային հեռախոսներ չկային։ Բարոյ Տեր Գաբրելյան, ասեք ուր դեպի առաջ, ինձ թվում է դա բոլորովին, այսինքն ինչ է քաղաքակրթությունը, ինչ է առաջընթացը մարդկային երջանկություն, թե ուղղակի տեխնիկական մեծ զարգացում, բայց սա բոլորովին այլ խնդիր է, դա իսկապես հետաքրքիր քննարկելու խնդիր է եւ փիլիսոփայություն կա մեջը եւ շատ գործնական խնդիրներ կան, բայց արմատական բան շատ ներողություն, եթե այսօր օրինակ Հայաստանն ասի, որ ես մարդկային երջանկությունն եմ ընտրում, հայկի եւ համարի, որ մարդկային երջանկությունը դա սիրո, դանդաղ ապրելու արվեստի, արվեստով ապրելու հնարավորություն։ Հայաստան դες բան չի ասի։ Հայաստան այդպես բան չի ասի։ Ուրեմն ես կարծում եմ, մեր ժամանակը սպառվում է եզրափակիչ մի խոսքով, այո, խնդրեմ։ 4 տող ցիտատ կարդամ։ Խնդրում եմ լսեք, ամեկ պլյուս, որը մասամբ կարծում եմ նաև էականորեն պատասխանում է այսօրվա խնդիրներին։ 1790 թվականին Փարիզում առաջին գրական հանդեսի հրատարակիչ Մելխիոր Գրիմը այսպիսի զգայացունց կանխատեսում է գրել, կարդում եմ ցիտատ. Երկու կայսրությունները նկատի ունի Ամերիկան, որ նոր էր ստեղծվել, եւ Ռուսաստանը, երկու կայսրությունները կկիսեն քաղաքակրթության, մարդկային հանճարի, գրականության, արվեստների զենքի եւ արդյունաբերության առավելությունները։ Ռուսաստանն արևելքի կողմից եւ մեր օրերում ազատագրված Ամերիկան արևմուտքի կողմից, իսկ մենք Եվրոպան նկատի ունի։ Մենք հիմնական միջուկի ժողովուրդներս չափազանց կայլասերվենք, կնվաստանանք, որպեսզի այլ կերպ մի տարտամ եւ հիմար ավանդությամբ իմանանք, թե մենք ով ենք եղել։ Վերջ։ Պրոգրեսը ինչ է։ Գիտեք, մենք ձեզ երևի նույնպես մենք դպրոցում պարոն Դավոյանին, բայց նաև ձեզ բոլորին ծաղիկ էինք դնում։ Հիմա չեն դնում, որովհետև վերացել է այդ ծաղիկի վանդությունը։ Դրանով գնացիր, իհարկե, բա իհարկե, որովհետև հոգևորը դա մարդուց է կախված, երբեք չի կազմակերպվում։ Իսկ կյանքի լավ պայմանները ապահովում են հոգևորի։ Ես եմ ուզում հավատալ, ոչ թե ուրախ կլինեմ։ Ես առաջընթացին չեմ կարող հավատալ, բայց մի բան ասեք, որ ձեզ հավատամ։ Ես խնդրում եմ մեկ նախադասությամբ ամփոփենք, ինչ կտա մեզ
Քո ընկերը Շուրիկը չի եղել։ Պարոն Տեր-Գաբրելյան։ Շուրիկը եղել է Լարիկի ընկերը, որը իրոք կարգին մարդ էր։ Պարոն Տեր-Գաբրելյան, Քոնը չէր։ ուղիղ եթերում ես խնդրում եմ մեկ նախադասությամբ ամփոփել, ինչ կտա մեզ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրին միանալը, եթե լինի, եւ ինչ կտա մեզ Մաքսային միությանը, ով որի կողմնակիցներ։ Պարոն Թոփչյանից սկսենք մեկ նախադասությամբ ուղղակի։ Մեկ նախադասությամբ, որ մենք մինչև ստորագրելը ըստ էության Մաքսային միության մեջ էինք, որովհետև անցած 200 տարվա մեր պատմական ուղին, անկախ Ռուսաստանի այս կամ այն կեցվածքից մեր հանդեպ, արդեն մտել էինք եւ ուրիշ կերպ չէր կարող դա լինել։ Դա կլիներ անհեթեթ, եթե չստորագրվեր։ Իսկ եթե դա չի խանգարի, որպեսզի մենք նաեւ հարենք եվրոպական ինչ-ինչ, այսպես ասած, փաստաթղթերին կրկնում են, որոնք մեզ օգուտ կտան, միայն, ինչու՞ չէ օգտվենք, եթե ոչ, մենք կմնանք այդ Մաքսային միության մեջ։ Շնորհակալություն, պարոն Տեր-Գաբրելյան։ Դե այլև ասում այդպես չեմ ձևակերպել, ես կձևակերպեմ այսպես. տրվել այսօրվա Ռուսաստանին բոլոր կապերով եւ ինքնաիզոլացվել, ասենք, Եվրոպական միությունից եւ այլ արևմտյան ազդեցություններից Հայաստանին կտա հոյակապ հնարավորություն մինչեւ վերջ մսխել ընդերքը, մինչեւ վերջ ոչնչացնել ծառերը, ամբողջ Հայաստանը իրոք հայաթափանել, լուրջ նախադրյալներ ստեղծնել Լեռնային Ղարաբաղը կորցնելու համար եւ այլ նմանատիպ բարիքներ։ Իսկ եթե համամասնորեն զարգացնել հարաբերությունները արևմտյան երկրների եւ կրթված աշխարհի հետ, ապա գուցե հնարավորություն կտա ատկատի դեմը առնել, որը Ռուսաստանից հիմա ուժեղ ձևի գալու է, որը շատ հարմար է լինելու մեր բոլոր կլաններին եւ կոռուպցիոներներին։ Եթե, բայց դրա համար շատ մեծ աշխատանք է պետք, որը չի երևում, որ այստեղ կատարվելու է։ Շնորհակալություն, Տիկին Խարատյան։ Ես կարծում եմ, որ Մաքսային միությունը Հայաստանի որոշ արդեն ձևավորված եւ գուցե դեռևս ձևավորվել եք նոր մրցակցության պայմաններում սկսող օլիգարխների համար լրացուցիչ շանս կտա շարունակել իրենց տնտեսվարման այն մեթոդները եւ ձևերը, որ այսօր Հայաստանում կա, չի փոխվի այս իմաստով էական բան։ Կարծում եմ, որ Հայաստանում ավելի կավելանա բռնության մշակույթը ցավոք սրտի, ինչը նաեւ Ռուսաստանին շատ բնորոշ է բռնության թե քաղաքական իշխանության իմաստով, թե կենցաղային իմաստով, որտեղ մեկը մյուսից ուղղակի արտացված է մեր երկրի վիճակի հետ, կարծում եմ, որ մի քիչ կմեծացնի մեր դեռևս չազատված ենթակայության զգացումը, կլրացնի մեր այդ ենթակայության զգացումը, մի քիչ կնվազեցնի մեր արժանապատվության զգացումը եւ կբերի Հայաստանին մի տեղ, որտեղ ուղղակի մի երկրին անհրաժեշտ էր միություն, ոչ թե դա մաքսային է, ոչ թե դա տնտեսական է, դա ուղղակի մի քաղաքական պայման է, որով որոշ տեղերում, որոշ դիվանագիտական եւ քաղաքական փաստարկներում պետք կլինի միություն բառը նշել։ Եվ Հայաստանը ստիպված կլինի պաշտպանել այդ բառի այդ օգտագործումը։ Շնորհակալություն, պարոն Իգիթյան։ Գիտեք, աշխարհում 800 սերունդ է կարծեմ մարդկության ապրելու ժամանակը մի քիչ պակաս ավել, միշտ մեծ խաղ է գնացել, որ լավ է խաղում, նա էլ շահում է։ Մենք հաճախ վատ ենք խաղացել։ Հիմա ես հույս ունեմ, որ այս խաղում մենք պիտի շահենք։ Եվ Ռուսաստանի հետ այդ Մաքսային այդ պայմանագրի օգուտը պիտի ունենանք, եւ ինչու՞ չէ այն Եվրոպայից, որի մասին այստեղ մի քիչ առաջ հեքիաթներ էին պատմում, այսինքն այդ Զապադը բնակվում է, հրեշտակներ են այնտեղ, եղել ենք, մենք էլ ենք եղել։ Այնքան ահավոր բաներ եմ տեսել, որ բոլորովին ուրիշ Եվրոպա է միշտ պատկերացրել։ Այնպես որ այդ մենք պիտի լավ խաղանք, վարպետես լավ խաղա, լավ կխաղաս, լավ կապրես։ Հենց եվրոպացի մեծ պատմաբան Արնոլդ Թոյմի Եվրոպան ասում է մի հիվանդասենյակ է 21 մահճակալով, որոնցից մի մասը արդեն հանգուցյալ են։ Եվ շատ կանեք։ Դա գրել է Պարոն Դավոյան, այո։ Եվ այդ հիվանդը այդպես կմշտարել Ներողություն։ Իմ խոսելու ժամանակ մտքերը բորբոքվում են։ Չէ, միջև այդ բորբոքված է, ասում քեզ ერთ։ Ես չեմ կարծում, թե կամ ես, կամ իմ շատ սիրելի բարեկամներ, որ այստեղ կանգնած են, շատ ավելի լավ գիտեն դա պետք է ստորագրել, թե չէ։ Նա ով համաձայնություն է տվել եւ ստորագրել է, նրանք ավելի լավ գիտեն եւ ես կարծում եմ, որ նրանք ելնում են մեր ժողովրդի, մեր երկրի
մեր հայրենիքի ապագայի տեսանկյունից այդ քայլն անելով եւ ինչու կա այս համոզմունքը, որովհետեւ անկեղծորեն եմ ասում, անհնար է պատկերացնել, որ այսօր այնտեղ ինչ որ մարդիկ զուտ իրենց անձնական շահերից ելնելով ինչ որ բաներ են ծրագրում։ Այդպիսի բան չեմ պատկերացնում, չկա եւ չի էլ կարող լինել։ Բայց որ Ռուսաստանը, էլի Ռուսաստանին անդրադառնամ, Ռուսաստանը միակ երկիրն է, որ մեր ժողովրդի ոչ հիմնավոր տեղափոխումը, ոչ հիմնավոր բնաջնջումը չի ուզել, դա Ռուսաստանն է։ Մնացածները այս կամ ընկերպ կամ համաձայն են եղել հիմնական բնաջնջումին, կամ ուզել են։ Ես շատ պատասխանատու բան եմ ասում, եւ դրան տեր եմ։ Լավ, շնորհակալություն, հաստատ պետք է անդրադառնալ խնդրին։ Շնորհակալություն, ի վերջո արժեքներ փնտրողը, եվրոպական արժեքներ փնտրողը կգտնի եւ Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Կարևորը ցանկությունն է։ Չխոսեինք։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր Լոնդոնում մուսուլմանական պատրոլ կա, թող համը տեսա։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Ես հիշեցնեմ, որ Ամեկ+-ի ուղիղ եթերում մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկումներ քաղաքակրթական խաչմերուկ դեպի ուր է գնում Հայաստանը հարցադրմամբ։ Իսկ մեդիա կենտրոնը համակարգում է հանրային լրագրության ակումբ, բայց հասարակության հիմնադրամներ Հայաստանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ։ Շնորհակալություն մեզ դիտելու համար, կհանդիպենք հաջորդ անգամից, տեսություն։